24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ խոսենք Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստից, որը տեղի ունեցավ օրերս եւ վեճ տեղի ունեցավ ձեր պատգամավորների միջև։ Հայկ Սարգսյանը դժգոհություններ ունի, նախագիծներ ներկայացրել բանակից փողով ազատվելու եւ երբ որ դուք դա չընդունեցիք, նա բարկացավ եւ խոսեց այն խնդիրների մասին, որոնք առկա են բանակում։ Նախ ասում է, որ մեծ մասը գնում են քաղաքացիություն են ստանում եւ բանակից ազատվում են։ Նա ասում է, որ 44000-ից 14 տարում 14000 է դարձել զորակոչիկների թիվը, գնում են այլ երկիր քաղաքացիություն են ստանում եւ ազատվում են բանակից, դրա փոխարեն ավելի գումար մուծեն եւ այդ գումարը կգնա բյուջե։ Բացի այդ խոսում էր, որ շաբաթը մեկ են կարողանում զինվորականները լողանալ եւ այն խնդիրների մասին, որոնք կան, ասում է բանակի աչքը տալիս հանում եք։ Իհարկե Պաշտպանության նախարարությունը թվերի հետ կապված հետո հերքում հրապարակեց, որ այդպես չեն թվերը, ընդհակառակը 25 թվին զորակոչիկների թիվը ավելացել է, բայց ամեն դեպքում խոսվեց խնդիրների մասին։ Ինչ լուրջ խնդիրներ կան եւ ինչու եք տալիս բանակի աչքը հանում ձեր ամբիցիաների պատճառով։ Ուրեմն ինչ վերաբերում է բանակին, ես բոլորին խորհուրդ կտամ, որ ասենք բանակի մասին քիչ խոսան, էլի։ Մարդիկ բացահայտում են թվականակը, բացահայտում են, վերջ այդ ամեն ինչը բացահայտում են իրանք, որը չի կարելի, նմանատիպ ասենք բոլոր խոսակցությունները պետք է լինեն փակ, եթե կա։ Եթե բացում են, ուրեմն նաև պետք է ճշմարիտ լինեն ամեն ինչի հանդեպ։ Իհարկե բանակում կա թերություններ, որ բոլորս էլ գիտենք բանակում որ թերություններ կա։ Բանակում թերությունները եղել է, միշտ էլ կլինի, հետո էլ է լինելու, որտեղ դա այն մեխանիզմն է բանակը, որ անթերի չի կարա լինի։ Անթերի չի կարող լինել, բայց կարող է նվազել թիվը։ Այո, խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան հետ կապված։ Արդեն կան, որ ասում ենք անթերի, ուրեմն նշանակում է նաև բանակում կան, եթե կան մահեր, ուրեմն կան նաև թերություններ, որ ասենք ինչի պատճառով է զինվորը զոհվել։ Եթե ասենք հիվանդության պատճառով է մահացել, ուրեմն միջև հիվանդությունը դա խո մի օրում տեղի չունեցավ այդ հիվանդությունը։ Նշանակում է ինքը հետևանքներ է թողել, որ այդ զինվորը մահացել է։ Կամ եթե ինքնասպանություն է եղել բանակում, ուրեմն դա էլ հետևանքներ ունի, որ բերել է, հասցրել է ինքնասպանության այդ վեճերի, այսինքն դա ինքնասպանության հիմքն է վեճերը։ Այսինքն դրա համար այս ամեն ինչը պետք է մենք այնքան ուշադիր լինենք բանակի նկատմամբ, բանակին շատ քննադատելով բանակի թերությունները չես վերացնի, այդ մեկ։ Երկրորդը պետք է բոլորը լինեն բանակի կողքին։ Ուրեմն բանակը դա մեր բոլորի զավակներն են, չմոռանանք այդ մեկը։ Հենց է խոսում բանակի մասին, որ այդ բանակը ոնց որ ուրիշ երկրից են բերել այստեղ ու բանակի մասին նմանատիպ բաներ են խոսում։ Ինչ վերաբերում է զորակոչին 2006-7 այդ թվականներին մեր զորակոչը մինչև 25000 էր։ Որտեվ ժողովրդում որտեվ երկրում կար մոտ 3 միլիոն մարդ, 3 միլիոնից դեռ ավելին։ Ու այդ ամբողջ ընթացքում ամեն տարի չէ որ խոսում ասում են այսքան մարդ է դուրս եկել, Հայաստանից այսքան մարդ գաղթեց, Հայաստանից գնաց, այս տարի այսքան գնաց, ոչ ոք չի ասում, որ 10000 մարդ է եկել Հայաստան, անընդհատ գնացել են։ Ինչի համար են գնացել, համար առաջինը, որ մենք պատերազմի մեջ ենք ու ոչ ոք չի ուզում իր որդին զոհվի։ Ու բոլորը վախենում են իրենց երեխաներին երկրից դուրս են տանում, որպեսզի իրենց որդիները լինեն պաշտպանված։ Չնայած հիմի որ երկիրն էլ գնաց, ընդ պատերազմ է լինում։ Մեր գիտեք դժբախտությունը ինչն է, որ մենք ցվրված ենք աշխարհով մեկ, որտեղ որ պատերազմը հայը դժվում է, որտեղ պատերազմը հայը դժվում է։ Դրա համար ժողովուրդը արտագաղթեց։ Դրա համար մեր զորքի հիմնական մասը
պակասեց, այդ զորակոչը սկսեց պակասել։ Նաև այն ժամանակ բժշկական այնպիսի, ասենք, հոդվածներ կար ազատվելու, որ ասենք այդ հոդվածներով հիմի կարելի է ծառայել։ Ասենք հարթաթաթությունը աստիճաներ ուներ, հարթաթաթության համար զինվորը ազատվում էր բանակից։ Իսկ հիմի արդեն այդ հարթաթաթությունը, ասենք թող այդ զինվորը շարային չքայլի։ Ինքը կարա չէ նստի, ասենք դրոնների վրա աշխատի։ Դրա համար հիմի օրենքները ահագին խստացվել են եւ արդեն զորակոչի քանակը շատացել է հիվանդությունների հաշվին։ Ոչ թե ներգաղթի հաշվին, չգիտեմ ինչի, այլ հիվանդությունների հոդվածները փոխելու հաշվին արդեն ահագին զորակոչի քանակը ավելացել է։ Հայկ Սարգսյանն ասում է, որ ինչպես նախկինում օլիգարխները, պաշտոնյաների որդիները չէին ծառայում բանակում, նույնն էլ հիմա է իրականացում եւ մենք տեսանք, որ Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ իմ տղան բարձրակարգ է, այնպիսի գիտելիքներ ունի, որ կարող է բանակում չծառայել։ Ես խնդրում եմ Անդրանիկ Քոչարյանին թողենք միտեղ։ Այդ օլիգարխների երեխեքը որ հիմա նույն կերպ պաշտոնյաների որդիները չեն ծառայում։ Պաշտոնյաների երեխայքի մեծ մասը չեն ծառայել, ազատվել են բանակից, կամ հիվանդության, կամ ինչ-որ հոդվածներով ազատվել են, գնացել են։ Այսինքն կոռուպցիա է տեղի ունեցել, փող են բան արել, տվե իրանց երեխեքը չեն ծառայել, ազնիվն ենք, էլի։ Հիմա երբ որ առաջարկում ասում ենք, որ առաջարկվում է, ասում է, բերեք թող փողով 20 միլիոնա, 25 միլիոնա մուծեն այդ փողը, չծառայեն։ Այսինքն հիմի արդեն օրենքով մենք բաժանում ենք աղքատների եւ հարուստների։ Հարուստների երեխաները օրենքով չեն ծառայելու, իսկ աղքատների երեխաները ոնց միշտ ծառայել են, այնպես է պետք է ծառայեն։ Այստեղ մի հարց, եթե ասում ենք հարուստները ազատվեն բանակից, ասենք 3000 մարդ բանակից ազատվում է։ Մի ընտանիքում 2 տղա են, այն մեկին ազատում են, այն մեկն ասում է չհասկացա, տունը ծախեք ընձել ազատեք։ Ինչի՞ չեք ազատ։ Այսինքն տան մեջ էլ արդեն կռիվ սկսում մի ընտանիքում։ Արդեն 3000 մարդ էլ այտենց չգնաց ծառայության, բանակի զորակոչի քանակը ավելանում է թե պակասում է։ Ավելանում է թե պակասում է, եթե 3000 էլ փող են տալիս ազատում։ Բնականաբար պակասում է։ Բնականաբար պակասում է, բայց մենք ո՞նց կարանք գնանք դրան, որ փող տվողը պետք է չծառայի արդեն օրինական ձևով։ Այն որ անցած ժամանակները փող տվելը ազատվելը, միջև իմի չոքերը դողում է դրա։ Սրտի մեջ վախ կա, որ վաղը կկանչեն, կստուգենք տենան, որ ինքը ապօրինի է ազատվել, կթաթեն կամ էլ ինչ-որ մի բան կկիրառեն։ Նախ առաջերտին պետք է մենք հասկանանք, որ այս երկիրը մենք պետք է պաշտպանենք, մեր երեխեքը պետք է պաշտպանեն, փախցնելով չի լինում, իսկ եթե ամեն մեկը տեսնում է, որ երկրում արդեն խաղաղություն է, բոլոր մեծ ուրախությամբ կգնան ծառայելու։ Ես համոզված եմ դրանում։ Դրա համար մեզ առաջերտին պետք է, որ մեր երկիրը խաղաղ լինի, խաղաղություն լինի մեր երկրում։ Ես պատմեմ, այդ նախագիծը ի սկզբանե հավանության էր արժանացել նաև կառավարության կողմից, բայց հետո մերժվեց։ Ինչ փոխվեց, հենց դա էր խնդիրը։ Հանրության արձագանքից վախեցաք։ Ոչ միայն արձագանքից, մենք ոչ մի բանից չենք վախեցել։ Մենք ենք քննարկել եւ չենք անցկացրել։ Օրինակ մեկը ես դեմ եմ եղել, ու բոլորը, ովքեր որ արդեն հասկացան, որ բանակը բան ենք անում, կիսում ենք հարուստների եւ աղքատների, բոլորը հետ կանգնեցին։ Ու նույնիսկ կառավարության անդամները, ովքեր եկել էին, որ այդ ներկայացնում էին այս նախագիծը, իրանք հասկացան, որ սխալ է արվում էսի։ Էս ինչ ենք անում։ Բանակը մենք սարքենք աղքատների, քյասիբների, բոլոր իրանց տները ծախեն ու չեն դա ծառայելու։ Դրա համար հետ կանչեցինք այն ժամանակ, նորից բերվեց, թե չգիտեմ ինչի համար բերվեց, որտեվ Հայկ Սարգսյանն էլ է դեմ քվեարկե այդ ժամանակ, բայց նորից որ հետ բերվավ, ես զարմացա թե ինչի։
հետ բերվեց էսի։ Բացատրություններ ունեք, ինչու է հետ բերվում Չէ, նախագիծը չունեմ, ես դրա համար զարմացել եմ, որ նորից հետ է եկել նախագիծը։ Զենքերի գնման հետ կապված պարոն Մելքոնյան ինչ տեղեկություններ ունեք եւ Փաշինյանը ասում էր որ մայիսի 28-ին զորահանդես է լինելու իհարկե նա զորահանդես չի ասում է որ զորահանդես ասենք մարդիկ կմտածեն մեր միջազգային գործընկերները կմտածեն թե մենք պատերազմի ենք պատրաստում հաշվետվություն ենք ներկայացնելու նախ ինչու եք վախենում զորահանդես բառը օգտագործելուց եւ ինչի համար է արվում այսքան տարի չի արվել զորահանդես հաշվետվություն չեք ներկայացրել ընտրություններից առաջ որոշել եք որ պետք է հաշվետվություն ներկայացնեք։ Չէ, դա ոչ հաշվետվություն է, ոչ է զորահանդես, հա։ Ուղղակի զենքերի ցուցադրումն է, մենք ժողովրդին ուզում ենք ցույց տանք, որ ինչ ենք ձեռք բերել։ Որպեսզի մարդիկ կան իրենց աչքով տենան, թե մենք ինչ տեխնիկաներ ունենք, ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք մենք արտադրում։ Ես ամեն ինչը ուզում եք որ ժողովուրդը տեսնի։ Իր աչքով տեսնի, ոչ թե պատմելով լսի կամ հեռուստատեսությամբ ձեր ներկայացածը լսի կարող է չհավատա, բայց երբ որ այնտեղ դրած ինքը կարա տեսնի ու հավատա։ Բայց հասարակաղաքացին ինչ է իմանում այդ զենքերը ինչ որակի են։ Այնտեղ այդ մարդիկ տեսնում են, այնտեղ դրա բնութագրեր ամեն զենքի բնութագրերը կա։ Եթե որևէ մեկն էլ չի բանանում, կասենք մի հատ կրակեն, թող ինքը տենա դրա արդյունքը էլի։ Ինչու զորահանդես չեք անվանում։ Քանի որ իրականում զորահանդես է։ Զորահանդեսը այն է, որ պետք է զորքերը քայլեն հրապարակով, տեխնիկան անցնի, սամալյոտները վերևով գնան, ուղղաթիռները վերևով գնան, բայց մեզի էդի մեզ պետք չի։ Ինչու պետք չի։ Մենք բան ենք հաշվետվություն ենք տալի ժողովրդին, որ մենք ունենք էս։ Իսկ այդ զորահանդեսները ովքեր են անում։ Մեծ երկրներն են անում, որոնք ամեն այդ զորահանդեսն էլ ծախսեր է։ Այնպես չի որ դա ծախս չի, դա էլ մեծ ծախս է։ Բայց փաստորեն պատերազմից հետո չի արվել։ Պատերազմից հետո չի արվել, կգա ժամանակ, երբ որ մենք մեր մեջքը լրիվ կուղղենք, որ հնարավորություն կունենանք, մենք կանենք այդ ամեն ինչը։ Ադրբեջանից կա վախեր, որ նրանք կբարկանան, որ տեսնեն մենք զորահանդես ենք անում, դրա համար էլ անունը դնում ենք հաշվետվություն։ Ադրբեջանը ինչ գործն է, մենք զորահանդես միջազգային հանրությունը սխալ կհասկանա։ Լսի, որ ինչու պետք է սխալ կհասկանա։ Փաշինյանն ասում է միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը ինչ է սխալ կհասկանա։ Որ մենք զորահանդես ենք, կամ դա պետք է բացատրենք, որ դա զորահանդես չի, հաշվետվություն է։ Այո, դա հաշվետվություն է։ Մեր զորահանդես, երբ որ պետք է հավ զորահանդես կանենք։ Իսկ Ալիևը թող իր երկրում ինչ ուզում է անի։ Ադրբեջանը ոնց ուզում է զորահանդես կանի, չի անի, դա իր գործն է։ Չեն մտածում ենք, ինչ կմտածենք, որ պատերազմի նախապատրաստություն կարող է տեսնեն, կամ մեսիջներ են մեզ ուղարկում։ Բայց մենք անընդհատ մտածում ենք։ Գիտեք մեր դժբախտությունը ինչի մասին է, ինչ որտեղ է կայանում։ Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք միշտ մտածում ենք ուրիշ երկրների փոխարեն, ուրիշ երկրների շահերը ավելի շատ ենք գնահատում, քան մեր շահերը։ Մեր դժբախտությունը էդ է, որ մենք ասենք, այն մեկը ինչ կմտածի, որ եսի անեմ, ինչ ուզում է թող մտածեն։ Ինչ ուզում է թող մտածեն։ Ով ինչ ուզում է թող մտածի։ Մենք ունենք պետական շահեր, մենք մեր պետական շահերն ենք պաշտպանում եւ մեր պետական շահերի համապատասխան քայլեր ենք անում։ Թե ով ինչ կմտածի, ինչ խոսա, դա մեզ չի հետաքրքրում։ Զորահանդես չի, սա ուղղակի ցուցադրում է մեր զին ուժի։ Ընտրություններից առաջ արվող արդյոք քայլ չէ ժողովրդին ցույց տալու, որ մենք բանակը զինում ենք, ամեն ինչ նորմալ է, անվտանգ է։ Մեր ժողովուրդը 4-5 տարի տեսնում է, որ մենք զենքեր ենք ցեպերում Հնդկաստանից, զենքեր ենք ցեպերում Ֆրանսիայից, նաև ուրիշ տեղերից էլ հնարավորության սահմաններում կբերենք, որտեղ մեր երաշխավորը մեր երկրի մենք ենք։ Մենք երաշխավոր չունենք, չենք ունեցել երբեք։ Հիմի մենք ուզում ենք դառնանք մեր երկրի երաշխավորը, մեր բանակով, մեր ժողովրդով։ Ալեն Սիմոնյանն ասում է, մեր երկրի երաշխավորը Ադրբեջանն է, Ադրբեջանի երաշխավորն էլ Հայաստանն է։ Այսինքն, եթե ինքը դա ասում է, միջև վերջ ասեք, դա ինչ է նշանակում։ Եթե մենք գնում ենք խաղաղության, մի րոպե։ Այսինքն, ես հասկանում եմ հետևյալ կերպ։ Եթե մենք գնում ենք խաղաղության, ստորագրում ենք խաղաղության պայմանագիր
ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո իրանք երաշխավորում են, որ չեն հարձակվի մեր երկրի վրա, մենք էլ երաշխավորում ենք, որ չենք հարձակվի իրանց երկրի վրա։ Չտառա, որ ամեն մեկս երաշխավոր է մեր երկրի համար։ Մենք չենք ասում հարգելի Ամերիկա, Հավատում եք Ադրբեջանի երաշխավորությանը։ Դա հետաքրքիր հարց է տալիս։ Եթե մենք ստորագրում ենք պայմանագիրը, մենք հավատում ենք իրան, իրանք էլ հավատում են իրան, բայց ներքուստ մենք էլ ենք պատրաստվում մեր պաշտպանության։ Իրանք էլ պատրաստվում են իրենց պաշտպանության։ Երրորդ կողմը պետք է լինի, որ Ադրբեջանին կարողանա զսպել։ Դա առաջ ենք այդպես մտածում։ Իսկ հիմի երրորդ կողմ պետք չի մեզի։ Երրորդ կողմ պետք չի, մեզի պետք է երկու երկրների միջև կնքված պայմանագիր է։ Բայց մենք տեսնում ենք, պարոն Մելքոնյան, որ միջև երկու կողմերի միջև որ պայմանագիր է կնքվում, բանակցությունները լինում առանց միջնորդների, մենք շահեկան դիրքում չենք հայտնվում։ Չէ։ Իրենց պայմանները առաջ են տանում, մենք էլ համաձայնվում ենք այդ պայմաններին։ Որ պայմաններին է համաձայնվում։ Օրինակ խաղաղության պայմանագրի այդ 17 կետերը որոշվեց, որ պետք է սահմանազատման հանձնաժողովը որոշի եւ նրանք շարունակեն մնալ արդեն մի քանի տարի է մեր տարածքում։ Գեյների հարցը իրենք որոշեցին, որ պետք է խաղաղության համաձայնագրում չլինի, դա առանձնացվի, դա եւս իրենց պահանջներից մեկն էր։ Մի հատ բան ասեմ, էլի։ Ուրեմն 26 տարի մենք մնացել ենք իրանց տարածքների մեջ։ 26 տարի։ Մի քիչ ավել պակաս։ Հիմից էր այս ունկնդիրներն է կասեն թե տես ինչեր է ասում։ 26 տարի իրանք մնացել են։ Մենք մնացել ենք իրանց տարածքներում։ 7 տարածքների մեջ։ 7 շրջաններ, որ մեր տրամադրության տակն են եղել։ Մենք այնտեղ ենք եղել, չէ՞։ Ու միջև վերջ մենք չենք համաձայնվել, որ այդ տարածքները պետք է տան։ Բայց բանակցությունները գնացեք քննարկել։ Խնդրում եմ լսեք։ Այդքան տարի մենք գտվել ենք իրանց տարածքների վրա։ Եվ իրենք ցեին չեն հանի, այդ ձեր նման չեն ասում, այս 3 տարի իրանք գրավել են տարածքները, այս 3 տարի, այս 3 տարի։ Իրանք այնքան հանգիստ ձևով նախապատրաստվեցին, զենքեր ձեռք բերեցին, դաշնակիցներ ձեռք բերեցին, ամեն ինչ վարձկաներ բերեցին, լցրին իրանց երկիրը ու հարձակվեցին։ Այսինքն իրանք 26 տարի համբերել են։ Մենք, երբ որ ունենք խաղաղության պայմանագիր, կազմված այդ հանձնաժողովը, սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովը կազմված, որը իր աշխատանքները պետք է սկսի։ Ինքը աշխատանքները սկսեց, հետո դադարեցրեց, հետո տարբեր ջրեր հոսացին այդ տարանքում։ Այսինքն այն ինչ ուզեցավ ինքը ստացավ, հիմա չի շարունակում։ Ինչ ստացավ ինքը։ Սահմանը 10 կիլոմետրի չափ սահմանը գծեցին։ Տավուշի գյուղերը ստացավ։ Տավուշի գյուղերի, Տավուշի ո՞ր գյուղն անց է իրանց։ Գյուղերը որ տրվեցին։ Տավուշի ո՞ր գյուղերն անց է իրանց։ Խնդրում եմ ասեք, հա։ Որը որ տրվեց։ Ինչ Տավուշից գյուղ է տրվել։ Այո, այն հատվածները, որ Տավուշի տարածքից 1 մետր տարածք է տրվել։ 1 մետր տարածք է տրվել, այդ սահմանազատված տեղում Տավուշի Հայաստանի Հանրապետության սահմանից 1 մետր իրանց տարածք է տրվել։ Փաշինյանը չասեց, այս տարածքները պետք է տան, թե չէ պատերազմ լինելու գնաց Տավուշ, հանդիպեց բնակիչների հետ, խոսեց։ Ուրեմն խնդրում եմ ճիշտ հասկանանք իրար։ Ինքը ասել է, այն տարածքները, որ ադրբեջանական գյուղեր են, Ադրբեջանի սահմանի ներսում գտնված գյուղերն են, որը մենք պատերազմի ժամանակ վերցրել էինք։ Մենք հետ ենք տվել սահմանազատում այդ հատվածը, որ արել ենք, իրանց գյուղը, ադրբեջանական գյուղերն է տված իրանց Հայաստանից 1 մետր հող է տեղ, չի տրվել ադրբեջանցուն։ Հասկանալի է, հիմա ընդառաջ քայլ եք արել, տվել եք այդ խաղաղության օրակարգին համահունչ։ Լավ, վերադարձրել եք։ Սահմանազատել ենք։ Հասկացանք, սահմանազատել եք, բայց չի շարունակվում գործընթացը։ Այսինքն իրենց ուզածը միայն դա է, իրենք չեն շարունակում այլ գործընթացը։ Կշարունակվի, կտեսնեք։ Փաստորեն ուղիղ երկխոսությունը եւ սահմանազատման հարցում արդյունավետ չի լինում։ Ուրեմն 2 տարի է փաստորեն 3 տարի է, ես նոր այդ 2 տարվա ու 26 տարվա տարբերությունն ասի, որ իրանք 26 տարի են սպասել։ Մենք չենք կարող 3-4 տարի սպասենք, բայց դա լինելու է, երբ որ հիմնական խաղաղությունը կնքվեց,
ոչ թե նախաստորագրված է, երբ որ հիմնականը կնքվեց, այն ժամանակ նաև այդ մնացած գործընթացները կսկսվի։ Կարծում եք կկնքվի պայմանագիրը։ Ես համոզված եմ։ Ինչու եք համոզված։ Պայմանագիր, որովհետև պայմանագիրը նախաստորագրված է եւ պայմանագիրը շատ շուտով կկնքվի։ Ասում եմ մինչև համադրությունը չփոխեք, չենք ստորագրի, համադրությունը մինչև չփոխեք։ Այս համադրությունը մեր ներքին գործն ինչ գործ համանդրության հետ է, կա ժամանակ կտեսնենք էլի։ Շատ քիչ է մնացել։ Ընտրություններից առաջ կարծում եք ստորագրեն։ Օրինակ ես մտածում եմ, որ ընտրություններից առաջ պետք է ստորագրվի։ Ես այդպես եմ մտածում։ Ինչու։ Ես այդպես եմ մտածում։ Որպեսզի խաղաղություն լինի, լիարժեք։ Որպեսզի իշխանության օգտին լինի, գնան մարդիկ ասեն, Ինչ անի։ վերջապես ստորագրվեց պայմանագիրը, խաղաղություն է տիրում, Փաշինյանին ընտրենք։ Հենց էլ ժողովուրդը Փաշինյանին է ընտրում։ Այն որ դուք այդպես կասկածում եք, զարմանում եմ ձեր վրա ուղղակի։ Համոզված եք, որ ընտրելու են բոլորը Փաշինյանին։ Մեծամասնություն է կազմելու համանդրական։ Բոլորը չի, մեծամասնությունը։ Այո, դա եմ ասում։ Վստահ եք, որ համանդրական մեծամասնությունը Փաշինյանին, որտեղ Փաշինյանը հսկայական գործ է կատարել մեր երկրի համար։ Հսկայական։ Ինչ գործ է կատարել։ Հատկապես հիմի խաղաղությունը։ Այս գործը։ Պատերազմից հետո մնացած տարածքները Պրահայում գնաց եւ ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այն տարածքները, որի համար այդքան արյուն էր թափվել, որ պատերազմը կանգնեցվել էր, բայց այդ տարածքներին չէր հաջողվել գրավել Ադրբեջանի կողմից։ Ինչու գնացինք եւ Փաշինյանը ինչու գնաց եւ ճանաչեց Պրահայում Ադրբեջանի կազմում։ Բանի Ռուսաստանի ղեկավարությունը, որը ձեր ասած երաշխավորն էր եւ միջնորդը, իրան եթե հանգարց հաջողվի իր այդ հանդիպումը լինի այդ հարցը խնդրեմ որ բարձրացնեն։ Իրենք են այդ հարցը բարձրացնում։ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասում էր գնացի եւ ճանաչեցիք Պրահայում Ադրբեջանի կազմում Արցախը եւ մենք այլևս ոչինչ անել չէինք կարող։ Բայց ձեր որոշումն է։ Շատ ճիշտ է։ Փաշինյանն ինչ պատասխանեց։ Հապկի մասին խոսեց։ Ոչ, այդ հարցին ո՞նց պատասխանեց։ Ո՞նց պատասխանեց։ Ասեց որ դուք երկու անգամ արդեն ճանաչել էիք Արցախը Ադրբեջանի կազմում, նոր ես ճանաչել եմ։ Իսկ իր ճանաչածը Ռուսաստանի ճանաչածը արդեն հասկանալի էր, որ արդեն մենք պետք է Ղարաբաղից ձեռ քաշենք։ Ճանաչել նկատի ունի հայտարարությունները։ Հայտարարությունները, այո, հայտարարությունները նաև ճանաչումը։ Այդ որ մի ղեկավարն է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի։ Բայց ղեկավարն ասել որ Մինսկի խումբ կար, բանակցում էին։ Մի րոպե, Մինսկի խումբը ասում էր, որ մտածում ինչպես էին բանակցում։ Մինսկի խումբը ասում էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ, Հայաստանի կազմում է։ Դու երբևէ լսել ես Արցախը, որ Հայաստանի կազմում եղած լինի։ Կարգավիճակի հարցն է քննարկվել Արցախի։ Կարգավիճակի մա, դու որ ասում ես տարածքը։ Արցախը եղել է Ռուսաստանի տարածք։ Միջև հեղափոխությունը։ Հեղափոխությունից հետո ոնց Լենին, Փաշեն, Արարատով ամեն ինչով նվերեց Թուրքիային, Ղարաբաղն էլ տվեց Ադրբեջանին, Նախճիվանն էլ տվեց Ադրբեջանին, Լենին Պապին։ Հիշում եք այդպես մարդ կար։ Բան չի փոխվել, հիմի էլ ուրիշ պապի է, որ ուզում է ուրիշ պապի եկավ հիմի ու Արցախը, որ Արցախի երաշխավորն էր եւ իր զորքերով գտնվում էր Արցախում ու մի օր արթնացավ, ասեց, գիտես ինչ, Արցախը դա Ադրբեջանի մի մասն է։ Եթե դու չեք ելնում, մենք գնում ենք։ Հիմա այսինքն Պուտինը ինչ ասի, պետք է Փաշինյանը անի այս տրամաբանությամբ։ Ինչ անի։ Չէ, ասում եք նա ասեց, դրա համար ստիպված Փաշինյանը գնաց ճանաչեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Ամբողջ աշխարհն է ճանաչե, որ Ադրբեջանի կազմում է Արցախը։ Այդտեղ մենք խոսում էինք ինքնավարության մասին, երբ որ ասում էին գնացեք բանի ղեկավարներին, Արցախի ղեկավարին ասում էր գնացեք Եվրոպա, հանդիպեք իրանց հետ, նստեք խոսացեք, ասում էին չէ, մենք բանի Պուտինի նկարներով, ռուսական դրոշներով ասում էին մենք գիտենք ինչ ենք անելու։ Հետո գնացին Եվլախում լուծարեցին այդ պետությունը ու վերջացավ այդ ամբողջ պատմությունը։ Ազնիվ եղեք մի քիչ։
Փաշինյանը հենց ինքն էր ասում, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե այդքան բանը գիտեր, Եթե ամբողջ աշխարհը գիտի։ Պատգամավորներն էին գնում Արցախում նկարահանվում, լուսանկարվում, հրապարակում, բոլորը գնում էին նկարվելու, լուսանկարվելու։ Չէին գնում կռվելու, գնում էին նկարվելու։ Դրա համար ուրեմն անկեղծ լինենք, որ առաջինը Ռուսաստանն է ճանաչել, Հայաստանից առաջ Ռուսաստանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, երկրորդ Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի պայմանագրով հայտարարությունով, որ բանը ինքը երաշխավորն է Արցախի ժողովրդի, Արցախի պետության երաշխավորն է, այդ եղել է նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրի, հայտարարագրի, պայմանագրի, ինչ ուզում եք համարեք, դրա կետերից մեկն է եղել, ինքն եղել է երաշխավոր ու ինքը վաճառեց, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, արդեն տալիս եք նաև նրանց հնարավորություն, որպեսզի նրանք նույնիսկ եթե ձեր ասածն է, հնարավորություն ունենան արդարանալու այս դեպքում։ Դուք Փաշինյանն է ճանաչել Հայաստանի ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ճանաչել են բանը Արցախը Հայաստանի կազմում։ Ճանաչել է։ Ում կազմում են ճանաչել։ Ադրբեջանի կազմում են ճանաչել։ Չէ, ում կազմում են ճանաչել։ Վերցրանայիդ իրանք ճանաչել են Արցախը Հայաստանի կազմում։ Նույնիսկ Հայաստանի անկախությունը չեն ճանաչել մեր այդ ղեկավարները։ Ինչպես չեն ճանաչել։ Չեն ճանաչել։ Որ բանը ասե, որ բանը Արցախը անկախ պետություն է։ Չէ, ասում եք մեր անկախությունը չեն ճանաչել։ Հայաստանի անկախությունը Արցախի մասին։ Հա։ Արցախի մասին է։ Մեր անկախությունը մենք 90 թվերից արդեն մենք համարում ենք իբր անկախ, հա։ Լավ, սա անվերջանալի այդպես բանավեճի կարող ենք գնալ։ Սրան մի 3-4 ժամ պետք է, որ նստենք։ Պարոն Մելքոյան, բայց ամեն դեպքում տեսեք խաղաղության այս օրակարգը առաջ է գնում, բայց Ադրբեջանը շատ վտանգավոր հայտարարություն է անում, մասնավորապես ադրբեջանցիները այստեղ գալու ապրելու մասով, եւ դա պետական մակարդակով է արվում այս քարոզչությունը, գործընթացներ կան, հասարակական կազմակերպություն է հիմնվել, մարդիկ են հավաքագրում, որ նրանք իբրև թե այստեղ են ապրել, ինչ որ հարցումներ են անում եւ այլն։ Այսինքն կոնկրետ ռազմավարություն կա մշակված։ Դուք վտանգ չեք տեսնում, որ իսկապես այս գործընթացը իրենք կյանքի կկոչեն, եթե պայմանագիրը կնքվի։ Եթե պայմանագիր կնքվի, դու մտածում ես, որ որևէ մեկը ադրբեջանցի կհայստեղ ապրելու։ Հիմի ամբողջ Ղարաբաղի տարածքը Արցախի ու նաև այն 7 շրջանները հələ մարդ չի բնակվում։ Իմ իմանալով, իմ տեղեկություններով, որ հələ Դե կարող է այնտեղ չեն բնակվում, բայց կան այստեղ ուզենան ապրեն։ Այսինքն դու մտածում ես, եթե ինքը գնում է իր տարածքի մեջ, որը հայերեն ապրե, չի բնակվում, գալիս է այստեղ Հայաստանում, այս քյուղերում հայերի հետ ապրում է։ Դե Արցախն արդեն իրենցով են արել, իսկ Սյունիքը իրենցով չեն արել դեռ։ Այդ նպատակը դրել են։ Չեն կարողանում հասնել։ Այսքան բանից հետո ադրբեջանցին կգա Ղափանում կաբրի կամ Գորիսում կգա կաբրի։ Ես չեմ կարծում, որ իրանք պետք է կան ապրեն։ Իսկ ինչ որ սովորական մարդիկ չեն ասում են ձեր ընդդիմախոսներ, ասում են կգան հատուկ ծառայության աշխատակիցներ, կհավաքագրեն մարդկանց կբերեն։ Լավ էլի։ Հիմի արցախցիներին ասենք Ադրբեջանն ասում արեք ապրեք այստեղ։ Քանի մարդ կեթա։ Դե բարձր չէ չեն գնում, որովհետեւ ուղիղ սպառնալիքի տակ կլինեն։ Եթե իրանք չեն գնում, այդ քո ասած ադրբեջանցին կգա Ղափանում կաբրի կամ Սիսիանում կաբրի, Գորիսում կաբրի, հա? Չէ որ մենք ճանապարհենք անցել, մենք տենում ենք թե ով ինչ ձևի մարդ է, մեր հարևաններին մենք լավ ենք ճանաչում։ Մեր հարևանները մեզի լավ են ճանաչում։ Ու այս խնդիրներում արդեն ինչու է խոսում ադրբեջանցիների 300,000 ադրբեջանցիների այստեղ գալու մասին, եթե նման նպատակ չկա։ Հիմի մեկ էլ ասում ենք 500,000 բան ադրբեջանից հայեր են դուրս եկել 500,000։ Իրանք ասում են դրա համար են մենք ասում։ Մենք երբեք այդ հարցը մա չենք բարձրացնում, քանի որ իրենք ասում են, մենք էլ պատասխանում ենք։ Հա, ասում են, մենք էլ պատասխանում ենք։ Այո, բայց իրենք կոնկրետ ասում են, որ այդպես խնդիր չկա։ Այդ գալու խնդիր չկա։ Մենք էլ այդպես ենք ասում։ Դուք վտանգ չեք տեսնում, որ ինչ որ փորի նաև կարող են համաձայնության գալ, որ նրանք գան այստեղ ապրեն։
Ոչ։ Օրինակ Հովիկ Աղաջյանը այդ վտանգը տեսնում է, ասում է, որ եթե այդ պայմանագիրը կնքվի եւ Փաշինյանը վերընտրվի, ապա աղետ է լինելու, ադրբեջանցիները գալու են ապրեն այստեղ։ Իսկ եթե բանը Փաշինյանը չի ընտրվում, Հովիկ Աղազարյանը ո՞նց է բացատրում, արդեն էլ ադրբեջանցիներ չեն գալու ապրեն։ Չէ, որովհետեւ պայմանագիրը ասում է կվերանայվի։ Որ պայմանագիրն է վերանում։ Խաղաղության պայմանագիրը։ Ուրեմն նախ այդ եկյատները ադրբեջանցի այդ ասած թվերով ոչ մի ադրբեջանցի չի կա այստեղ ապրել։ Ոնց մենք չենք եթե այնտեղ ապրելու, այնց էլ իրանք չեն կա այստեղ ապրելու։ Պարոն Մելքոնյան, խոսենք նաև Ռուսաստանից հնչող հայտարարություններից, նախ Փաշինյանի այցը Ռուսաստան, որը տեղի ունեցավ, բաց քննարկում եղավ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, նախ նա խոսեց այն խնդիրների հետ, որ կարող է տեղի ունենալ, ասաց, որ մեզ գազը տալիս է ավելի էնժան գնով, խոսեց առևտրաշրջանառության մասին, ասաց, որ առևտրաշրջանառությունը աճում է Ռուսաստանի հետ, նույնիսկ ավելին է, քան Ադրբեջանի հետ, եւ նաև փոխվարչապետ Օվերչուկը հետո հայտարարություններ արեց, մասնավորապես ասաց, եթե մենք գնում ենք Եվրամիություն, ապա օդային տարածքը կարող է փակվել, նաև Հարավկովկասյան երկաթուղու մասով հայտարարություններ արեց։ Դուք այստեղ խնդիրներ չեք տեսնում եւ ինչպես պետք է հարթվեն այս հարցերը Ռուսաստանի հետ։ Ուրեմն ինչ վերաբերում է Օվերչուկին, Օվերչուկը առաջի անգամ չի նմանատիպ բաներ ասում։ Իմ զարմանքը ուրիշ բանում է, որ երկրի առաջին մարդը Ռուսաստանի ղեկավարը ասեց, որ գազի մասին խոսեց, որ գազը կթանկանա $177, որ տալիս է Հայաստանին, բայց ես ասեմ, որ մեր ժողովուրդը գազը առնում է $368 կամ $70, մենք $177 գազ չենք տեսել։ Ինքը այդ գնով ծախում է իր դուստր կազմակերպությանը, դուստր կազմակերպությունն էլ մեր վրա ծախում է մոտավորապես $470 սահմաններում, այսինքն գազը մտնում է հայ ժողովրդի տունը ոչ թե $177, մտնում է $377։ Մենք այդքան էլ էժան չէ, որ գազը առնում ենք այդքանով։ Այդ մեկ, որ իմանանք գազը ինչքան կարա թանկանա։ Երկրորդը Արցախի Ղարաբաղի մեղքը գցեց Փաշինյանի վրա, երկրի առաջին դեմքը, ասեց, որ դուք Պրագայում եթե չասեիք ես ընցնեց, որ Ադրբեջանի կազմում է բանը, Արցախը, պատասխանեց, մեր վարչապետը պատասխանեց, որ մինչև իմ ասելը դուք եք ճանաչել արդեն երկու անգամ էլ ելույթ եք ունեցել, ասել եք, որ այդ Արցախը Ադրբեջանի մի մասն է։ Այդ մասին խոսեցինք, հիմա Մի րոպե, հաջորդականությամբ գնամ։ Ամենակարևորը, որ ինքը ասեց, գիտեք ինչ, դու չեք կարա տեղավորվեք, կոպիտ ասած, մի աթոռի վրա, թե երկու աթոռի վրա։ Չեք կարա տեղավորվեք։ Եվ Եվրամիություն չի կարող լինել, եւ ԵԱՏՄ-ում չի կարող լինել։ Կամ կարող պետք է լինել։ որոշեք Եվրամիություն, կամ պետք է որոշեք ԵԱՏՄ։ Պատասխանեց Փաշինյանը, որ այո, մենք էլ ենք հասկանում, որ այդ վիճակն է, ինչքան կարողանում ենք ցկենք այս ամեն ինչը։ Եթե արդեն եկավ վերջնական, որ արդեն այդ հարցը դրվելու է, մեր ժողովուրդը թող որոշի։ Դնելու ենք հանրաքվեի, ժողովուրդը թող որոշի։ Կգա ձեր կողմը, թե կգնա Եվրոպայի կողմը, դա այն դեպքում, որ մենք նույնիսկ հայտ չենք ներկայացրել Եվրոպային իր բանը անդամը։ Որովհետև մենք հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում, որ մենք հիմա Եվրամիություն մտնենք։ Հերթում դեռ կան երկրներ, նրանք ասած, Փաշինյանն ասում է, մենք կարող ենք գնալ այնքան, որքանով թույլ կտան։ Այսինքն դեռևս իրենց կողմից չկա հստակ պատասխան, դրա համար հայտ չենք ներկայացրել։ Հայտ չենք ներկայացրել, որ մենք ուզում ենք գանք Եվրոպա։ Ուղղակի բանակցությունները, հանդիպումները։ Ինչու ենք օրենք ընդունում, լարվածություն ստեղծում, խոսում այդ մասին, այս դեպքում նաև հատացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որ մասով։ Հենց այդ Եվրամիություն գնալու։ Եվրամիություն, եթե չենք գնում, Ռուսաստանը ինչ է իրան վատ զգում։ Օրենք եք ընդունել ազգային ժողովում։ Լսի, օրենք ենք զգում, ինչ անելու համար։ Գործընթաց սկսելու համար, բայց այդ գործընթացը չի սկսվել։
Իրանք չեն ված զգում, Ռուսաստանը չեն ված զգում։ Համարում ասում դու Եվրոպայի հետ հենց խոսում եք, մեր թշնամիներն եք։ Ինչի համար։ Այդքան վախենում են իրանք Եվրոպայից։ Չէ՞ որ իրանք հզոր պետություն են, ոնց կարան Եվրոպայից վախենան։ Չեն վախենում, ասում են որոշում կայացրեք, դուք որ կողմ եք ուզում գնաք։ Դե հիմի մեր ժողովուրդը այդ որոշում կկայացնի, երբ որ եկավ ժամանակը ժողովուրդը։ Բայց Փաշինյանն է փաստորեն որոշում կայացնում։ Ոչ, Այսինքն հանրակրվե պետք է Փաշինյանը բառացի ասեց, մեր ժողովուրդը կկայացնի այդ որոշումը։ Փաշինյանը չի կարող այդքան բեռ վերցնի իր վրա ու ինքը որոշի։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչ պետք է անել։ Ո՞վ։ Դուք ինչ եք կարծում։ Որ մասը։ Մենք արդյոք պետք է վտանգի տակ դնենք այն իրավիճակը, որը մենք ունենք Ռուսաստանի հետ, այն առևտրաշրջանառությունը, որը մենք ունենք, այն ապրանքների գյուղատնտեսական, որոնք վաճառվում են, որի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսեց։ Նախ նա ասում է, որ նախանցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին 6.4 միլիարդ։ 11 միլիարդը իրանց ոսկին եք ծախել մենք։ Իրանց մեր միջոցով իրանց ոսկին տարել ենք Դուբայ, տվել ենք իրանց։ Մենք այդրանից ոչ մի կոպեկ չենք առել։ Այդ լրիվ իրանք են առել։ Ռուսաստանն է շահը։ Մենք օգուտ չենք ունեցել։ Ոչ, միզեր օգուտ։ 2025 թվականին 6.4 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն է ասում է տեղի ունեցել, որից 1.2 միլիարդը գյուղատնտեսական ապրանքներն են, բանջարեղեն, միրգ, գինի, այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը։ Ոսկուց բացի։ Ասում է, որ մենք գյուղատնտեսական ապրանքներում հաջողություն ենք ունեցել, այդքան մեծ գումար է կազմել, 1.2 միլիարդ դոլար։ Հասկացա։ Հիմի մենք ասում ենք, մենք առևտուրը դադարեցնում ենք ձեր հետ, հա։ Մենք որևէ մեկը ասել է, որ մենք առևտուրը կամ մեր տնտեսությունը ցեզնից կախված չի, մեր տնտեսությունն էլա կախված իրանց, մեր էներգակիրներն, ամեն ինչ իրանցից կախված է։ Սովետական միությունը որ կար, Սովետական միությունը, եթե մի հատ մեքենա որևիցե հանրապետություն, ասենք, վերցնենք Վրաստանը մեր արևան, մի հատ ավտոզավոդ ուներ, կոչվում էր Կոլխիդա, ուրեմն մեզ Կոլխիդայի մենակ կմախքն էր հավաքվում Վրաստանից, մատորը գալիս էր Ուզբեկստանից, այն պագրիչկեքը գալիս էին Գորկուց, այսինքն ինքը այնց էր արել, որ եթե հանգարցակի բաժանվեն այս պետությունները Իրանից, ոչ մի տնտեսություն չի աշխատի։ Մեր մոտն էլ կար մի հատ փառապանց ավտոզավոդ երազ։ Այս երազը միջև հասնում էր Սևան քարուքան դերելնում։ Էլի նորից այս երազի զապչասները գալիս էին 15 հանրապետությունից, որ նոր այստեղ հավաքվում էր, դառնում էր մեքենա, գնում էր ինչ-որ տեղ։ Իրանք դիտավորյալ այտենց էին արել, որ հանգարց մենք բաժանվենք, ոչ մի հանրապետություն չկարենա ինքնուրույն ապրի։ Այսինքն գլխի այդ քաղաքականությունը սովետական միությունից եկե։ Հիմի նույնությամբ շարունակվում է։ Նույնությամբ շարունակվում է։ Հիմի այդ վաղ կապել են իրար, գազ, ասենք այդ ժամանակ մենք կարանք Իրանից գազ բերեինք, տարբեր տեղերից։ Բայց այնց էր արված մեխանիզմը, որ մենք չկարենանք ապրենք, մեր երկիրը չապրի, վազենք իրա ոտերը, Ռուսաստանի ոտերը։ Ու այս ամբողջ ժամանակ էլի Ռուսաստանի ոտերում ընկած ենք էլի։ Ամեն ինչն էլ գազն էլ է գալիս այնտեղ, նավթն էլ է գալիս, ամեն ինչ այնտեղից է գալիս։ Հիմա դուք կարծում եք, որ որևէ խնդիր չկա, քանի որ Հայաստանը չի գնալու Եվրամիություն, այնտեղից էլ մեզ չեն սպասում։ Հիմի մենք Ռուսաստանին ասել ենք, ինչ ենք ասել ենք դու մեր թշնամին ես, ոնց որ ընդդիմադիրները ասում են, թշնամացել եք Ռուսաստանի հետ, ի՞նչ եք թշնամացել։ Ռուսները միջև մի բազան մեր մոտ, ռուսական բազան մեր մոտ է։ Իր բազաները Ադրբեջան ու Վրաստանը երբ են անել։ Մենք միջև հիմի են խելով գառի նման ծառայել ենք իրանց։ Հիմի էլ իրանք այդ ծառայելու խաթեր հիմի իրանք հաթաթա են տալիս, հեսա գազը կդրենք, սամալյոտը կդրենք, այս կանենք, այն կանենք։ Եք կդրեք, ինչի՞ էլ ուրիշ պետությունների հետ մենք չենք կարող մեր հարաբերությունները ստեղծենք։ Հիմի բանը այն ժամանակ եթե գազը թանկանա, ինչ ենք անելու։ Սոցիալական կոլապսը, օդը եթե փակեն, ինչ ենք անելու։ Այդ գազը կառնենք։ Կարողանան տանեն վաճառեն։ Չէ, այդ գյուղատնտեսական ապրանքները։ Մի րոպե, այդ գազը որ թանկացրեցին,
Այդ պամիդորն էլ չի լինելու, մենք իրանց պամիդոր չենք տալու։ Թող առանց պամիդոր տարապեն։ Իրենք ինչի պետք է տարապեն։ Բա պամիդոր չեն մյուսին են ուտելու։ մնալու։ Պամիդոր չեն ուտելու, այո։ Չէ, բայց դուք չեք կարծում, պարոն Մելքոյան, որ իսկապես այս լարվածությունը կարող է հանգեցնել նրան, որ այնտեղից կտրուկ որոշումներ կայացնեն ու մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվի տնտեսական։ Ուրեմն ես խնդրեմ ձեզ, գոնե դուք անկախացեք ինքներդ, անկախացեք։ Մենք անկախ ենք, պարոն Մելքոյան, խնդիրների մասին բոլորն են խոսում։ Մի րոպե, դուք անկախ եք, բայց ասենք Ռուսաստանի շահերն եք առաջ երթին։ Մենք խոսում ենք մեր շահերի մասին։ Մեր շահերի մասին ես չլսեցի։ Ապրանքները չկարողանան տանել արտահանել։ Եթե գինը թանկանա գազի, ժողովուրդը ինչ է անելու։ Նայեցեք, ժողովուրդը, որ ասում եք, այս ամեն ինչ բերում գցում են ժողովրդի վրա։ Շուտով ընտրություններ են։ Ժողովուրդը թող որոշի։ Եթե ինքը Ռուսաստանին է ուզում, թող ցայնը տա Ռոբերտ Քոչարյանին։ Եթե իրանց չի Ռուսաստանին չի ուզում, թող տա Փաշինյանին։ Իմի ժողովուրդը որոշում է հունիսի 7-ին։ Ինքը դառնում է անկախ պետություն, թե նորից կախյալ պետություն։ Ինչպես է լինելու անկախ։ Ամեն ինչով։ Ոնց որ իմի կա, այսօր կա։ Այսօր անկախ է մեր երկիրը, մեր ղեկավարությունը անկախ են։ Ամերիկայի հետ հարաբերություն ունեն, Անգլիայի հետ ունեն, Ֆրանսիայի հետ ունեն, Հնդկաստանի հետ ունեն, Չինաստանի հետ ունեն, բոլոր երկրների հետ իրանք առանցին կարան այդան հանդիպեն իրանց երկրի շահերով խոսան։ Իսկ Ռուսաստանը միջև էս Ռուսաստանն է որոշե, որ Թուրքիայի հետ խոսացել է մեր անունից, Ադրբեջանի հետ խոսացել է մեր անունից, Անգլիայում խոսացել է մեր անունից, այսինքն Հայաստանը ով է որ բանը գնա Անգլիայում հանդիպի, ասենք ղեկավարությանը։ Թուրքիայի հետ մենք նոր սկսել ենք արդեն հարաբերություն, որ իսկ Թուրքիայի հետ 100 տարի է ինքը տվե առել է մեր հողերը ինքն է տվե թուրքերին։ Առանց մեզի մեր կարծիք հարցնելու ինքը մեր հողերը տվել է։ Հիմա էլ խոսում է Արարատ լեռան մասին։ Արարատ լեռը դուք նվիրեցիք Թուրքիային։ Արարատ լեռի մասին Փաշինյանն է խոսում։ Ասում եմ Արարատ լեռի մասին, որ խոսում եք Արարատը մերն է, էս են։ Դուք սիրելի ռուսներ նվիրեցիք այդ Թուրքիային։ Ինչը չեք նվիրե։ Ղարսը չեք նվիրե, Զարիղամիշը չեք նվիրե։ Ու Թուրքմենչայի պայմանագրից են խոսում։ Այսինքն Թուրքմենչայի պայմանագրով մեր տարածքներն ուր են, հարգելի Օվերչուկ, որ խոսում է դրան։ Հզոր պետություն եք, ձեր շահերն եք պաշտպանում դուք։ Բա մենք մեր շահերի մասին չմտածենք։ Բայց պարոն Մելքոյան, ինչ հաշվարկներ կա այս ամեն ինչի տակ։ Մենք քաղաքական դիրքորոշում է, նեղացած ենք, մենք գնում ենք ձեզանից առանց հաշվելու, թե ինչ հետևանքներ դա կունենա։ Ուրեմն մենք իրանցից չենք գնում, իրանք մեր նման պետություն են, մենք իրար հետ անում ենք առևտուր։ Մենք մեր երկրի ամեն ինչը նվիրել ենք իրանց։ Ամեն ինչը երկաթգծով բռնցրած, զավոդներով բռնցրած, օթով էլ նա իրանց, ջուրն էլ է իրանց, ամեն չէ, ջուրը իրանցը չի։ Ջուրը իրանցը չի։ Ամեն ինչ տվել ենք իրանց։ Էլ ինչ է մնացել տալու։ Ժողովրդի կեսն էլ ենք տվել իրանց։ Իրանք իրանց բերանով են ասում, որ 2 միլիոն հայ կա։ Ժողովուրդը կիսել ենք 2 միլիոնից ավել տվել ենք իրանց։ Ինչ է, էլ ինչ են ուզում մեզնից։ Էլ բան չունեք տալու։ Հիմա ասում ենք երկաթգիծը բերեք են անենք, որ այս երկաթգիծը համ ձեր համար ծառայի, համ մեր համար ծառայի։ Բան են անում, ասում են երկաթգծի մասին խոսք լինել չի կարող։ Հիմա այս իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի դուք ամեն ինչ լավ կլինի, դու անհանգիստ եղեք։ Լավ կլինի։ Ինչու եք այդքան վստահ։ Իհարկե վստահ եմ, որ լավ կլինի։ Լավ կլինի, որտեղ մենք անկախ պետություն ենք արդեն։ Հիմա ասենք չլինի մի պետություն, այն մի պետությունը կլինի, այն մի պետություն չլինի, այն մի պետություն կլինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում է Պաշտպանության նախկին նախարար գեներալ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։